Վերադառնալով այս առաջարկներին, այո 28 կետ եղավ, հետո այդ 28 կետից ոչինչ չմնաց, որովհետև եվրոպացիները միացան այս գործընթացին եւ ամեն ինչ փոխեցին։ Կողմերը չեն ցանկանում տեսնել այս կոնֆլիկտի խորքային պատճառը այն է, որ եվրոպացիները չեն ուզում ընդունել, որ կա եւս մի երկիր, որի շահերը պետք է հաշվի առնել եւ ստեղծել համատեղ անվտանգության համակարգ, կոլեկտիվ անվտանգություն, որը միակ ձևն է խաղաղություն հաստատելու, առնվազն վերջի 500 տարվա ընթացքում Եվրոպայում ուրիշ ձև չի եղել։ Նրանք չեն ուզում դա ընդունել, այնտեղ իսկապես ղեկավարներ չկան, մեծ մարդիկ չկան, նրանք երեխաներ են, հիստերիկ երեխաներ, որոնք անընդհատ ինչ-որ բառեր են կրկնում։ Եվ այդ մարդկանց զոհը դարավ Ուկրաինան եւ Ուկրաինայի ժողովուրդը, որին խաբեցին, թույլ չտվեցին, որ 22 թվին նրանք ստորագրեն այդ պայմանագիր Ռուսաստանի հետ, պահելով Դոնբասը, պահելով Լուհանսկը, ուղղակի ինչ-որ Մինսկի պայմանագրերը գիտեք, ինչ-որ ինքնավարություն կամ ինչ-որ իրավունքներ տային ռուսախոս բնակչությանը, նրանք դա չարեցին, որովհետև միացյալ թագավորության ներկայացուցիչը գնաց Կիև եւ իրենց համոզեց, որ պետք է կռվել։ Թող դա դաս լինի բոլոր այն փոքրիկ, դե Ուկրաինան այնքան էլ փոքրիկ չի, Եվրոպայի ամենամեծ երկիրն է փաստորեն, Ռուսաստանից հետո թող դաս լինի այն մարդկանց, ովքեր կարծում են, որ հեռավոր երկրների վրա, ձյաձյաների վրա կարելի է հույս դնել, որտեղ տեսակ սա ինչ է։ Ես ճիշտ ասած ողջունում եմ, եթե Զելենսկին այդ քայլի գնա, դա ցույց է տալիս, որ նա պատիվ ունեցող մարդ է, նա արժանապատվություն ունեցող երկրի ղեկավար է։